գաստրոենտերոլոգիայում նման ախտորոշում գոյություն չունի, բայց մենք այդ արտահայտության տակ հասկանում ենք ստամոքսաղաքային համակարգի բոլոր գանգատները, սկսած բերանի խոռոչի թթվահամից, այրոցից, ստամոքսի ցավից, վքնածությունից, մինչև փորկապություն եւ լուծ։ Գազավորված ըմպելիքները կամ ճարպոտ, յուղոտ սնունդը կամ կծու մթերքները կարող են հանդիսանալ ստամոքսի խանգարման պատճառ։ Այո, իհարկե, մեկ անգամյա խանգարումներ միշտ կարող են լինել ցանկացած սննդից, եւ մարդը կարող է ունենալ տարբեր գանգատներ, ցավ ստամոքսում, վքնածություն, սրտխառնոց, փսխում, բայց դրանք պիտի կարճ տևեն, որպեսզի մենք այսպես ասած համարենք ստամոքսի խանգարում։ Եթե նման գանգատները ավելի երկար են տևում, ապա արդեն գործ կարող ենք ունենալ քրոնիկ սրացող հիվանդությունների հետ, պարզապես նման ուտելիքից կարող է սրվել այդ խնդիրը եւ մենք համարենք դա ստամոքսի խանգարում կախված ուտելիքից։ Այրոցը որքանով կապ ունի ստամոքսի խանգարման հետ։ Մեկ անգամյա այրոցը եւ ընդհանրապես շաբաթվա մեջ կամ ամսվա մեջ մի քանի անգամ այրոց ունենալը դա նորմալ է, կրկին կախված ուտելիքից, այդ պահին թե ինչ է կերել, ինչ վիճակում է նաեւ նյարդա հոգեբանական վիճակը, բայց այրոցը եթե երկարատև է լինում օրեր շարունակ, ամեն ուտելուց հետո կամ հակառակ ուտելուց առաջ, ապա այո գործ ունենք իրական այրոցի հետ, իսկ այրոցի պատճառները բազմազան են, սկսած կերակրափողի փականի խանգարումից մինչև նյարդաբանական վիճակ, այսինքն ֆունկցիոնալ այրոցներ։ Շատ մարդիկ ասում են, օրինակ կարմիր ուտելիքից ենք մենք այրոց ունենում, կա նման բան։ Այո, նման խնդիր կարող է առաջանալ թե կարմիր ուտելիքներից, թե ալկոհոլից, թե հիստամինի մեծ աղբյուր հանդիսացող օրինակ պանրամթերքներից, հատկապես հնեցված, պանիրներից մենք սիրում ենք, չէ, թանկ եւ հնեցված պանիրներ, դրանք մեծ հիստամինի աղբյուր են, իսկ հիստամինը բորբոքային միջնորդանյութ է եւ եւս կարող է դրդել այրոցը։ Այրոցի ժամանակ մարդիկ օգտագործում են, այսպես ասած, ցավազրկող դեղորայք։ Արդյոք այն անվտանգ է։ Եթե խոսքը ոչ ստերոիդ ցավազրկողների մասին է, ապա բացարձակ չի կարելի։ Դրանք խորացնում են խնդիրները եւ վնաս են ստամոքսին, իսկ եթե խոսքը PPI կամ օմեպրազոլ, պանտոպրազոլ, էզոմեպրազոլ շարքի դեղերի մասին է, այո, եթե մեկ անգամյա, երկու անգամյա այրոց է, կարող եք հանգիստ օգտագործել։ Ոմանք զբաղվում են սոդայաբուժությամբ, գիշեր-ցերեկ։ Սոդան օգուտ է թե վնաս։ Սոդայի թեման շատ նուրբ թեմա է, ես երբեք ոչ խորհուրդ եմ տալիս ընդունել, ոչ հակառակն եմ պնդում, որովհետև այսօր մենք ունենք այսպիսի ինֆորմացիա եւ վաղը կարող է պարզվել, որ այո ինչ որ օգուտ ուներ։ Սոդան օգտագործվում է այլ հիվանդությունների ժամանակ, օրինակ երիկամի եւ միզուղիների որոշ հիվանդությունների ժամանակ, բայց բժշկի ցուցմամբ։ Իսկ մեկ անգամյա սոդայի օգտագործումը, եթե ձեռքի տակ չկան դեղեր, իհարկե խնդիր չի առաջացնի։ Ամեն դեպքում, եթե մարդը ունի այրոց, տանը ինքն իրեն ինչպես օգնի։ Եթե տանը էլի եմ ասում, որևէ դեղ չունեք, նախ աշխատեք պահել դեղեր, առաջին օգնության դեղերը միշտ պիտի լինի մեր տանը, մեր ճանապարհորդության ժամանակ միշտ հավաքած ունեցեք։ Եթե չունեք, բնական մթերքներից, այո, սոդան հանգեցրած, վիճակում կարտոֆիլի հյութը եւս կարող է արագ օգնել ձեզ։ Կարտոֆիլի հյութը, այո, թարմ կարտոֆիլից քամած հյութը կարող է քերել եւ քամել հյութը եւ օգտագործել որպես հակաայրոցային մեկ անգամյա միջոց։ Իսկ ստամոքսի թթվայնությունը նվազեցնում է բրինձի ջուրը, բրինձի շիլան կամ կտավատի սերմը։ Կտավատի սերմը, եթե խաշում ենք եւ լորձանման զանգված է իրենից դուրս գալիս, այո, ինքը ունի պատող էֆեկտ եւ կարող է թեթևացնել այրոցը։ Իսկ բրինձի ջրի մասին ես չունեմ հստակ ինֆորմացիա, դրա համար ես չեմ կարող որևէ խորհուրդ տալ։ Այրոցը կապ ունի փորկապության հետ։ Այրոցը բացարձակ կապ չունի փորկապության հետ, պարզապես ստամոքսաղաքային խանգարումները կարող են սկսվել վերևից, այրոցից, հետո շարունակվել նաև փորկապությամբ, այսինքն կարող է լինել մի քանի համակցված խնդիր։ Եվ հաճախ այդպես էլ լինում է, պացիենտը, որ գալիս է, ունենում է մի քանի ստամոքսաղաքային գանգատ։ Եվ շատ կարևոր է, որ պացիենտը հասկանա, որ բժշկին մեկ հարց տալով ինչ կլինի, օրինակ թե ինչից է այրոցը, ինչից է փորկապությունը, բժիշկը չի կարող միանգամից կողմնորոշվել, որովհետև ինչպես նշեցի,
Բացարձակ այդ մեկ գանգատը կարող է ունենալ մի քանի պատճառ եւ բժշկի գերխնդիրն է պարզել թե դրանցից որ մեկն է եւ տալ թիրախային բուժում։ Դրա համար նաեւ հորդորս պացիենտներին խնդրում եմ մի նեղացեք, եթե դուք հարցնում եք բժշկից ինչից է այրոցը, ինչից է ցավը, ստամոքսը, ինչից է փորկապությունը, բժիշկը ասում է որ պիտի ձեզ հետազոտենք։ Ամեն դեպքում փորկապության պատճառները որոնք են։ Փորկապության պատճառներն են բջջանքի քիչ օգտագործումը, կենսակերպը, ճարպակալումը, տարիքը, ֆունկցիոնալ փորկապությունները կախված աղիքի կծկման թուլացման հետ, աղիների իջեցումը տարիքի հետ կապված եւ իհարկե նաեւ ջահել տարիքում հանդիպում է աղիների իջեցում եւ նաեւ դոլիխոսիգման կարող է փորկապության պատճառ հանդիսանալ, այսինքն նորմայից երկար աղիքը եւ այդպես շարունակ։ Ասում են, որ հաստ եւ ուղիղ աղին շրջապատող նյարդերի հետ կապված խնդիրներ կարող են առաջացնել փորկապություն։ Այո, դա ճիշտ է, դա լինում է մի շարք նյարդաբանական հիվանդությունների ժամանակ եւ լինում է նաեւ տարիքի հետ կապված, մեծ տարիքով մարդիկ արդեն բնականon ունենում են նյարդամկանային թուլություն, թե ֆիզիկական, թե նաեւ աղիների, ստամոքսի, մկանների, ներվերի հետ կապված խնդիրներ եւ դա կարող է բերել փորկապությունների։ Վահանաձև գեղձի խնդիրները կամ դեպրեսիան հանգեցնում են փորկապություն։ Միանշանակ հիպոթիրեոզը կարող է բերել փորկապության եւ այո, փորկապության ժամանակ մենք անպայման ստուգում ենք վահանաձև գեղձի հորմոնը։ Որ դեպքում է փորկապությունը համարվում քրոնիկ։ Քրոնիկ է համարվում այն փորկապությունը, որը 6 շաբաթից ավել է տևում։ Պետք է դիմեն այդ դեպքում արդեն բժշկի։ Միանշանակ, եթե շարունակվում է փորկապությունը, ապա դիմում են գաստրոենտերոլոգի, որովհետև փորկապությունը բարձի թողի վիճակում կարող է բերել մի շարք խնդիրների, օրինակ պոլիպների առաջացման, հաստաղու բորբոքումների առաջացման, միկրոֆլորայի խնդիրների, որը շատ մեծ դեր ունի մեր առողջության հարցում եւ մի շարք այլ խնդիրների։ Փորկապության ժամանակ խորհուրդ են տալիս 1 կիլոգրամից ավելի միրգ ու բանջարեղեն ուտել եւ հարցը կլուծվի։ Այդպես է։ Նման ինֆորմացիան խիստ սխալ է, մեր բջջանքը պետք է կարգավորվի ափսեի քանակով, հա, պետք է մեծ մասը տեղավորվի բջջանքը, սպիտակուցը, մի խոսքով ամեն ինչից պիտի լինի մեր ափսեում եւ իհարկե մեծ տեղ ունի ֆիզիկական ակտիվությունը։ Եթե մենք ուտենք բավարար բջջանք, բայց չունենանք բավարար ֆիզիկական ակտիվություն, դա եւս կարող է խնդիր առաջացնել։ Բայց չստելու համար կասեմ մեկ այլ բան, որ կան մարդիկ, ովքեր քիչ են օգտագործում բանջարեղեն, օգտագործում են ածխաջուր, սպիտակուց եւ այլն, բայց նրանք չունեն փորկապություն։ Հետևաբար բժշկությունը մենք դիտարկում ենք որպես հստակ այս օրգանիզմի համար։ Մենք չենք կարող համընդհանուր, հա, դիտարկել ամեն ինչ։ Իսկ մարսողական համակարգի հետ կապված տարիքի ընթացքում խնդիրներ առաջանում են։ Այո, տարիքը մարսողական խանգարումների կամ հիվանդությունների ռիսկ է։ Որոշների մոտ ամբողջությամբ կարող է ստամոքսաղաքային համակարգը խնդիրներ առաջացնել, որոշների մոտ ոչ։ Իսկ ինչ խնդիրներ են առաջանում տարիքի հետ եւ ինչու։ Տարիքի հետ մեր իմունիտետը ավելի վատ է դառնում, թուլանում են մեր ստամոքսաղաքային համակարգի մկանները, դրանց նյարդավորումը, փոխվում է աղիների միկրոֆլորան դեպի վատը, աղքատանում է մեր աղիների միկրոբների լավ տեսակները եւ իհարկե այս ամբողջը բերում է տարբեր խնդիրների, չէ՞ որ մեր համակարգը շղթա է, վատացավ մի օրգան համակարգ, արդեն մնացածը եւս կարող են տուժել։ Այսինքն մեծ տարիքում հիմնականում շեշտը ինչի վրա դնեն, ինչ գնան հետազոտել։ Մեծ տարիքում կախված գանգատից ենք հետազոտում, մեծ տարիքով արդեն պացիենտներին կամ կոնտինգենտին խորհուրդ եմ տալիս միանշանակ հետևել իրենց սննդին, օգտագործել լակտոբակտերիաներով, բիֆիդոբակտերիաներով հարուստ սնունդ, օգտագործել նորմալ քանակի բանջարեղեն, ես քանակները չեմ նշի, որովհետև մեկը օգտագործում է 300 գրամ, մեկը 200, կախված իր վիճակից, հա։ Եվ քայլեն, որովհետև մեծ տարիքում առաջանում են փորկապություններ, բավարար չափի հեղուկներ օգտագործեն, խոսքը ջրի մասին է, ոչ թե հյութերի մասին է, կարծես թե այդքանը, դեռ այդքանը։
Հիմնականում մեծահասակները ինչ խնդիրներով են դիմում, գանգատները ինչ են կապում, ստամոքսի խոց է առաջացել կամ կա փորկապություն։ Մեծահասակների գանգատը հիմնականում փորկապությունն է, պոլիպների հետ կապված գանգատներ են, հաստաղուցավերն են լինում ամենահաճախը եւ այրոցներն են լինում, որովհետեւ տարիքի հետ կերակրափողի փականը թուլանում է, կարող է առաջանալ նաեւ ճողվածք կերակրափողի փականի եւ դրանից ծրվում է նրանց այրոցները։ Ատամնաշարը, այսինքն դրա բացակայությունը կարող է հանգեցնել մարսողական խնդիրների առաջացման։ Միանշանակ լավ չծամեցիր, ստամոքսը ավելի երկար աշխատանք է անելու, կարող է նաև ցավեր առաջանալ, կախված հա, մշակված է նորմալ սնունդը թե ոչ, եւ իհարկե ծամի ճապարատը շատ կարեւոր է մեծահասակների համար։ Ուստի սարքեք ձեր ատամները։ Միանշանակ, եթե դուք ձեզ սիրում եք, իհարկե խոսքը չի գնում նրա մասին, որ ֆինանս ունի պացիենտը թե չէ, ես շատ հանգիստ հասկանում եմ նման խնդիրները, բայց եթե ունեք հնարավորություն, անպայման ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, լավ է չունենաք շքեղ ուտելիք, չունենաք շքեղ հագուստ, բայց ունենաք ձեր նորմալ առողջությունը, ձեր նորմալ ատամները եւ հսկվեք գոնե տարվա մեջ այն օրգանը, որ անհանգստացնում է, անպայման հսկեք տարվա մեջ։ Որ դեպքում է առաջանում ստամոքսի խոց։ Ստամոքսի խոցը նախասեմ ինչ է։ Ստամոքսի խոցը լորձաթաղանթի, ենթալորձաթաղանթի եւ մինչեւ մկանից էլ անց վերքի առաջացումն է, այսինքն խոցը կարող է լինել ինչպես մակերեսային, այնպես էլ ընդգրկել ամբողջ ստամոքսի պատը եւ թափածակվել, ինչպես ասում են, խոցը ծակվեց, չէ, այդպես են ասում։ Եվ խոցը ունի մի շարք պատճառներ, սթրեսը, հելիկոբակտեր պիլորին, վոստերոիդ հակաբորբոքային դեղերը, ասպիրինային շարքի դեղերը եւ տարբեր տիպի հիվանդություններ, որոնք թուլացնում են ստամոքսի պաշտպանությունը եւ բերում են թթվի մեծ ազդեցությանը ստամոքսի պատի։ Հատկապես սիրտանոթային խնդիրներ ունեցողը հենց ասպիրին պարունակող դեղեր են օգտագործում։ Հիմա իրենք մեխանիկորեն վնասում են ստամոքսը։ Եվ հետեւաբար կա մի ինֆորմացիա, որը Մաստրիխից է, եթե դուք երկարատև օգտագործելու եք ասպիրինային շարքի դեղեր, ձեզ ցուցված է հակամակարդիչներ, խորհուրդ է տրվում անպայման ստուգել հելիկոբակտեր պիլորին եւ ստանալ, եթե դրական է, ստանալ դրա էրադիկացիոն բուժումը, որովհետեւ նման դեղերը գումարած հելիկոբակտեր պիլորի, գումարած տարիք, սիրտանոթային հիվանդություններ, կողքից շաքարային դիաբետ եւ այլն, դες քանի ֆակտոր մեծացնում է խոցի ռիսկի հավանականությունը, հետեւաբար աչալուրջ թող լինեն նման խումբ պացիենտները։ Հիմա շատերը կհարցնեն, թե ինչ իրենց ներկայացնում հելիկոբակտերը։ Հելիկոբակտերը վերջերս ամենահայտնի դարձած ստամոքսաղեքային հիվանդություն բերող ֆակտորն է, բակտերիա է, որը ապրում է շատ մարդկանց ստամոքսի լորձաթաղանթում, շատերի մոտ առաջացնում է խնդիր, շատերի մոտ ոչ, հանդիսանում են նրանք կրողներ, բայց հանկարծ եթե ինչ-որ նպաստավոր պայման է ստեղծվում, այ նշածներից դեղեր, սթրես, դիաբետ, ասպիրինային շարքի դեղեր, կարող է առաջացնել գաստրիտ, բուլբիտ, տարբեր հատվածների բորբոքումներ, քաղցկե, խոց, դրա համար պետք չէ անտեսել հելիկոբակտեր պիլորին, տարբեր երկրներում տարբեր է մոտեցումը եւ որոշ երկրներում ասում են, որ կոմենսալ ֆլորա է, այսինքն մեր բնականon ֆլորայի մի մասն է, պետք չի վախենալ, մյուս երկրներում ասում են հայտնաբերվեց, պիտի բուժել։ Ես հավատում եմ հայտնաբերվեց, պիտի բուժել թեզին, հա։ Ինչպես են վարակվում հելիկոբակտեր պիլորիով։ Հելիկոբակտեր պիլորին կա մեր միջավայրում, ջրի մեջ, սպասքի, եթե լավ լվացված չի, ախտահանված չի, եւ շատ անգամ դեռ մանկահասակ տարիքից կարող ենք վարակվել, քանի որ երեխաները ավելի քիչ են, հա, հիգիենայի հետ լուրջ վարվում, վարակվում ենք բերան ձեռք ճանապարհով, այսինքն բերանով ենք վարակվում։ Եվ այս թվարկված խնդիրները ստամոքսի խոցից սկսած գաստրիտով վերջացած դրանք ունեն բուժում, թե երկարատև բուժում են պարունակում։ Ցանկացած խնդիր ունի իր բուժումը եւ ժամանակը։ Մի խնդիրը բուժվում է 1 ամսում, մյուսը 6 կամ 1 տարում, հա, կախված խնդրի տեսակից, ամեն դեպքում պիտի
զինվել համբերությամբ, երբ բժշկի ես դիմում, որովհետև բժիշկը կարող է նաև փորձել մի քանի սխեմաներ, որպեսզի այդ բուժումը կազմակերպի, բայց այո, պետք է փորձել գնալ բժշկի, որովհետև եթե չբուժվես այս փուլում, կարող ես ավելի ուշ փուլերում դիմել եւ շատ բան բժիշկը չունենա անելու։ Երբեմն ասում են, որ գաստրիտը չի բուժվում, օրինակ։ Գաստրիտը տարբեր պատճառներ ունի։ Եթե դեղորայք ասոցացված գաստրիտ է, հելիկոբակտեր ասոցացված գաստրիտ է, դրանք ավելի հեշտ է կարելի կառավարել, բայց եթե օրինակ ստրես, իմունիտետ ասոցացված գաստրիտ է, դրանք կախված է հենց պացիենտից։ Պատկերացրեք, դուք բուժում եք պացիենտին, հանգստանում է ստամոքսը, լորձը թաղանթը հանգստանում է, մեկ էլ էլի մի միջավայր, որտեղ էլի ստրես, իմունիտետի անկում եւ այլն, պարզ է, չէ, որ նորից կրկնվելու է գաստրիտը, դրա համար միևնույն է, պետք չի հուսաթափվել, հուսալքվել եւ պիտի դիմել բժշկի։ Գլխավոր խորհուրդը զերծ մնալ ստրեսներից։ Այո, վերջին շրջանում, թե որպես գաստրոենտերոլոգ, թե որպես մարդ, թե որպես բժիշկ, չէ որ դու ես որպես մարդ ես նաև քեզ դիտարկում ես սոցիումը, ոչ թե մենակ բժիշկ, հասկանում ես, որ ստրեսը մեր հիվանդությունների մեծ մասի հիմնաքարն են։ Ազատվեք ստրեսից, աշխատեք հանգիստ վերաբերվել կյանքի տարբեր քամիներին եւ շատ հիվանդություններ կկանխարգելեք։ Այս գեղեցիկ մաղթանքով էլ ավարտենք մեր զրույցը։ Ճիշտ եք։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Յոլիան արյունաբանության եւ ռուսկաբանության կենտրոնի գաստրոենտերոլոգ Աստղիկ Խաչատրյանի հետ։